Իր հետ կոալիցիա կկազմեք Լևոն Բարսեղյանի։ Լևոն Բարսեղյանի հետ էլ կոալիցիա չեմ կազմի, որովհետև ինքը ԼԳՏԲ-ին հովանավորում է։ Ես ԼԳՏԲ-ին, որ ես երկրում ով տրանսգենդերներին եւ մնացած այլասերվածներին ովքեր տեղ են տալիս, միանշանակ հայոց եկեղեցին մեր նախնիները դեմ են եղել, ես միանշանակ դեմ եմ եւ չեմ ուզում, որ երեխաները փչանան։ Հաջողություն։ Աղոթն եք տարածել վերջի լռության օրով, հիմա ուզում եմ հասկանալ դուք գյումրեցիների քվեին եք հավակնում, թե Աստծո։ Այս ինչ է գցում երեք աղջիկան։ Ուրեմն Մանասեի թագավորի հետ կապված, ուրեմն դա շատ կարևոր պատմություն է, Մանասեի թագավորի աղոթքը, Տեր ամենակալը, ես ասում եմ, եւ 50-ական պասին անպայման յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի պետք է Տեր ամենակալ անպայման ասի Մանասեի թագավորի։ Այդ մեր մեծերի, մեր նախնիների խրատներ, Մանասեն չլսեց իր հոր խրատները, որ Իսրայելի ժողովրդի ապրած կյանքին չլսեց եւ այդպիսի ուրեմն պատժի արժանացավ։ Հետո այդ աղոթներով դարձի եկավ եւ 40 ուրեմն խորը փոսի մեջ 40 օր աղոթք էր անում ու հոր այդ փոսը լցվավ 40-րդ օրը այդ երկրի թագավորին Աստված տեսիլքով եկավ եւ ասեց գնա Մանասեի թագավորին հանի։ Բացեցին, որ Մանասեի թագավորը կենտանի է եւ այդ հորը լցված է եւ ասեց Տեր ամենակալ Աստված Աբրահամու, Իսահակա, Հակոբյա եւ Զավագին օծարտարոց ամենակալ Տեր թողս մեղս իմ։ Պարոն Ղուկասյան, ձեր ընդդիմախոսները ասում են, որ Վարդան Ղուկասյանին լուրջ մտահոգ գյումրեցիները ձայն չեն տալու են կրկեսի սիրահարները, այսպես ճարտար խոսքի սիրահարները, դուք եք այդ մարդկանց ձայներին միայն հավակնում։ Ով է ասում։ Ընդդիմախոսներից։ Ընդդիմախոսներից։ Ես մեղքում եմ իրենց։ Աստված թող իրանց խելք ու շնորհք տա։ Շատ մեղք են։ Ասա Նարեկ ջան, անունդ լավ անուն է, նայ Նարեկից էրու չփախնես, ասա։ Եթե այնուհանդերձ այս ընտրություններով չկարողանաք մեծամասնություն ձևավորել, այսինքն ձեզ Գյումրեցին այդքան չվստահի, ինչ հետևություններ կանեք։ Կաբրենք կտեսնենք, չեմ հավատա, որ այդպես չլինի, որովհետև ես այնքան բան եմ արել գյումրեցիների համար։ Այս շենքը տեսնում եք։ Սա կառուցել է Ղուկասյան Հակոբը, իմ պապս, բայց իհարկե ինքը շինարարն է եղել։ Ուրեմն գիմնազիան է, որ Թիլվիզում եւ Բաքվում ու Ալեքսանդրապոլում կառուցվել է շենքը։ Ուրեմն իմ պապիս կառուցածն է։ Ուրեմն ուզում են երրորդ հարկը քանդել։ Ես դոշ եմ տվել, պահել եմ այս երրորդ հարկը, որ պահել։ Եվ այս քաղաքի համար այնքան բան են կարել, որ եթե այդքան բանից հետո բդի այդպես լինի, ուրեմն ասելու բան չունեմ։ Ուրեմն ողբամ զկեց հայոց աշխարհ։ Բայց ձեր ընտրողները ասում են ձայն կտանք Վարդան Ղուկասյանին, որովհետև անշահախնդիր թաղումներ են կազմակերպել թաղման համար, է՞ս ձայն կազմակերպել։ Աղջիկ ջան, որ Ղուկասյան Վարդանին ասում են, ով է, ասում են մերել թաղող, հիվանդանոցներին տերեղնող, ուսանողներին ուսման բարձմուծող, մարդկանց ջերուցման հարցերը կարգավորող, սատարող, սոցիալապես յուրաքանչյուր խնդիրներին օգնող մարդ է Ղուկասյան Վարդանը։ Այո, դուք տուբիտի պատմությունը գիտեք, տուբիտի։ Երեխեք, ձեր նպատակը ինչ է, որ ասենք ինձ ուզենաք վարկաբեկել, թե ուզում եք ճշմարտությունը հեռարձակել։ Գիտեք ինչ կա, մինչև ձեր միջից այդ դա չվերանա, երկիրը երկիր չի դառնա։ Դուք այսպես նաստայված եք եղել, որ ինձ վարկաբեկեք, խայտարակեք։ Ամոթ չի օրինակ, ինչ եք դենց պահում ձեզի որ։ Ինչն է պատճառը։ Ձեզ ուղղեք, երկիրը ճակատագրական պահի առաջ է կանգնած, այսինքն Գյումրիի ընտրությունը չի սա։ Դուք մի քիչ մակրվեք, ձեր տերերին էլ ասեք, որ հերիք է սարքեք, Ինչա՞։ Ինչ ա եղել ախպեր։ Ասա։ Ինչա։ Ինչ։ Հա ընկեր։ Ղուկասյանն ասում ես կոռեկտ բայ, ա՞ քեզ։ Չէ, ես ասում եմ կոռեկտ, մենք տերեր չունենք, բա ասма տերեր ունենք։ Դե ինքը ո քեզ չի ասում անձնական։ Ինձ էլ ասեց անձնապես։ Անձնապես ինձ էլ ասեց։ Կարևոր է քաղաքացի ենք։ Ասում եմ պարոն Ղուկասյանի։ Դուք ով եք որ Ուղղորդում չենք տալիս, ասում է տերեր ունենք, ես էլ ասում եմ կոռեկտ։ Չի կարելի ասել կոռեկտ։ Մի վարգը։ Չի կարելի ասել կոռեկտ։ Այսինքն ինքը կարող վիրավորի
մենք չենք կարող ասենք մի վիրավորի։ Ինքը ժողովրդական ձևով։ Ժողովրդական ձևով չի ասում։ Քեզ որ ասեն տերեր ունես լավա։ Հա, բայց լրագրողին ասում ես էլեմենտ Մի հատ մի խանգարեք, սպասեք մի խանգարեք։ Համբերեք, մի խանգարեք։ Կանչում դες արի ասել։ Կանչում արի աս, ինչ պիտի ասես։ Ասում եմ ուզում իմանամ չի եղանի տենց։ Չէ, մի քիչ ուրիշ տոնով էր ասում մի քիչ առաջ։ Այն ինչ կարա իմանաս ասել։ Մի քիչ առաջ ուրիշ տոնով։ Լրագրողը դրա իրավունք այո, Նախ այսինքն իսկ ինքը իրավունք ունի ինձ ասի տերեր ունես։ Քեզ չի ասում։ Ինձ ասեց անձամբ։ մենք երկրի շահերը Եկել կանգնել եք մի հատ էլ բանի քանով ոնց որ մեզ վախեցան։